գործընկերներ, ես էլ մինչապես մասնակցել եմ ամբողջ գործընթացին եւ ոնց որ ներսից գիտեմ ամբողջ արգումենտները կողմ եւ դեմ եւ ուզում եմ մի քանի տես ես էլ հնչեցնեմ, որ այսօր չի հնչել, բայց առաջի հարցը, որը ուզում եմ ասենց ռիտորական հարցը տա, որը դեռևս տնտեսագիտական մտքում առկա է, արդյոք բավարար է առևտրային քաղաքականության միջոց իրականացնելով, բաց առևտրային քաղաքականություն իրականացնելը բավարար է տնտեսական աճ ապահովելու համար։ Եվ որ մենք սարքում ենք մեր ինստիտուտները, եւ որ մենք լավացնում ենք այն միջավայրը, համապատասխանում ենք տեխնիկական կանոնակարգերը եւ այլն, բացում ենք մեր սահմանները, զրոյացնում ենք մեր մաքսատուրքերը, արդյոք դա բավարար է տնտեսական աճ ապահովելու համար։ Եվ որ մենք միացանք այս պայմանագրին, մենք ասենք ոչ, դա բավարար չէ։ Մենք պետք է իրականացնենք ակտիվ առևտրային քաղաքականություն, այդ թվում որոշ դեպքում վերանայելով այն, որոշ դեպքերում պաշտպանելով մեր արտադրողներին, այստեղ օրինակներ էր բերում օրինակ ինչ-որ մի արտադրանք, որը արտադրվում է Հայաստանում եւ օրինակ էր բերում, որ արտադրանքի վրա մաքսատուրքը բարձրանալու է։ Այո, մաքսատուրքը պետք է բարձրանա, որ մեր արտադրողը կարողանա արդյունավետ այն պայմաններում, որ ինքը տեխնիկապես ավելի ցածր զինվածություն ունի, կարողանա մրցել։ Եվ դա գիտակցում է մեր տնտեսական որոշում կայացնող կառավարությունը եւ որոշումը կայացրել է, որ մենք պետք է ակտիվ իրականացնենք համ առևտրային, համ արդյունաբերական քաղաքականություն։ Եթե մենք դա չանենք, մենք միշտ լինելու ենք աղքատ երկիր եւ դա պետք է գիտակցենք, որ մենք պետք է զարգացնենք այն ոլորտները, որոնք ստեղծում են հավելյալ ավելացված արժեք։ Առանց դրա մենք չենք կարողանա լինենք զարգացած երկիր, երբևիցե, անկախ նրանից, թե որ ինտեգրման միությանը մենք կմիանանք։ Եվ հենց դրան գնացել է մեր ընտրությունը, որ մենք ասել ենք, մենք պետք է միանանք այն շղթաներին, արտադրական շղթաներին, լինելով փոքր երկիր, որ կարողանանք զարգացնենք մեր արդյունաբերությունը։ Երկրորդը շատ խոսվեց կամուրջի մասին։ Ես էլ կուզենայեմ երկու խոսք ասեի, որ այո, Հայաստանը այդ տեսանկյունից ունիկալ երկիր է։ Մենք անցել ենք ճանապարհ Եվրոմիության հետ, մենք գիտենք ամբողջ ինստիտուցիոնալ կառուցվածքը Եվրոմիության եւ մենք անցել ենք ճանապարհ մաքսային միության հետ։ Այսօրվա դրությամբ տենց երկիր այլևս չկա։ Եվ այն գիտելիքը, որ մենք կուտակել ենք այսօր Հայաստանի Հանրապետությունում, հենց այդ գիտելիքը կարող է լինել այն կամուրջը։ Մենք կարող ենք հիմա ավելի ուժեղ լինել մեր բանակցություններում ներդրողների հետ եւ բացատրել այն առավելությունները, որը Հայաստանը ստանում է, երբ որ միանում է Եվրատնտեսական միությանը։ Իսկ դրանք բազմաթիվ են, սկսած նրանից, որ մենք չենք ունենալու մաքսային սահման, որի մասին կուզենայի նորից նշեի, չենք ունենալու մաքսային սահման եւ ազատ է գնալու բոլոր մեր ապրանքները դեպի մաքսային միություն, որը շատ մեծ առավելություն է եւ գնահատականներ կա, որ նվազելու է ծախսերը մեր տնտեսվարողների մինչեւ 7%։ Ֆինանսական շուկայի մասին հարց հնչեց կուզենայի ասել, այո, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ֆիքսված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական շուկաների ապագան ճանապարհային քարտեզի տեսքով։ Մինչև 25 թիվը մենք պետք է մեր օրենսդրությունները հորմոնիզացնենք եւ 25 թվականին որոշված արդեն, որ լինելու է ֆինանսական շուկայում վերազգային մարմին կարգավորող։ Եվ դա նշանակում է, որ առանց լրացուցիչ թույլտվության մեր ազգային բանկերը կկարողանան ամբողջ Եվրասիական միության տարածքում գործել, նույնպես այլ անդամ երկրների բանկերը եւ այլ ֆինանսական ինստիտուտները։ Բայց դրա համար մենք դեռևս 10 տարի ճանապարհ պետք է անցնենք։ Եվ մեր ֆինանսական շուկայի
կարգավորումները, այն առավելությունները, որ ունենք, կարող ենք օգտագործել այդ 10 տարվա ընթացքում։ Դրա համար ամենակարևորը նա է, որ այստեղ բազմաթիվ անգամ հնչեց, որ դա հնարավորություն է, եւ մենք Հայաստանը պետք է գնա Եվրասիական տնտեսական միություն մեր սեփական օրակարգով։ Ես եւ կուզենայի, որ այս դալիճում նաեւ դա քննարկվեր։ Ինչ օրակարգով մենք ենք գնում Եվրասիական միություն եւ ինչ հարցեր Եվրոսիական միության տարածքում մենք դնելու ենք եւ լուծելու ենք, որ մեր երկիրը ունենա տնտեսական աճ եւ եկամուտների աճ ամենակարևորը մեր բնակիչների։ Շնորհակալություն։